Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Reuters գործակալությունը հայտնում է, որ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Քիթ Քելոգը կմեկնեն Ստամբուլ, մասնակցելու ինքնապատիկ կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նշենք, որ օրերս Պուտինն Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ համաձայն է դեմ առ դեմ բանակցել Պուտինի հետ եւ մայիսի 15-ին ՌԴ նախագահային անձամբ կսպասի Ստամբուլում։ Թրամփի վարչակազմը երեքշաբթի մի քանի նոր համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը եւ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ձգտում են ընդգծել երկու երկրների միջև սերտ կապերը, հաղորդում է CNN-ը։ Էր-Ռիադի թագավորական դատարանի ոսկեձոծ դահլիճում տեղի ունեցած պաշտոնական ստորագրման արարողության ժամանակ երկու առաջնորդները ստորագրել են փոխըմբռնման ուշագրեր, մտադրությունների մասին նամակներ եւ տարբեր պետական մարմիններ ընդգրկող այլ գործադիր համաձայնագրեր։ ԱՄՆ-ն քննարկում է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից ուժեր տեղակայելու հարցը Դնեպրից արևմուտք ուկրաինական կարգավորման շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Նշենք, որ դա տեղի է ունենում մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններին ընդառաջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել էր Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի այցելել է Փենջաբ նահանգի հյուսիսարևմտյան Սդահաբ Ադամպուրի ավիաբազա, որտեղ լուսանկարվել է Ռուսաստանից գնված S-400 Triumph զենիթահրթիռային համալիրի ֆոնին։ Ինչպես տեղեկացրել է The Times of India պարբերականը, Հնդկաստանի կառավարության ղեկավարն այդպիսով հերքել է Պակիստանի պնդումները Ադամպուրում S-400-ի ոչնչացման մասին եւ այդ պնդումները հաստատելու համար նրա տարածած կեղծ լուսանկարները։ Երկուշաբթի Բուլղարիան սկսել է բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր օգտագործել Թուրքիայի հետ սահմանը հսկելու համար, տեղեկացրել է Եվրոակտիվ պարբերականը։ Բուլղարիան այդպիսով կատարել է փոխզիջումային համաձայնագրի մի մասը ուղղված Շենգեն գոտի մտնելու ապահովմանը։ Դեռևս 2022 թվականին Ավստրիան որպես իր աջակցության պայման էր առաջադրել բուլղարա-թուրքական սահմանի վերահսկումը Շենգեն գոտի Բուլղարիայի մտնելու համար։ Չինաստանը հաջողությամբ երկրի ուղեծիր է արձակել Շիյան 19 փորձնական արբանյակը, որը կօգտագործվի արբանյակային կապի տեխնոլոգիաների փորձերի համար։ Այս մասին տեղեկացվել է Չինաստանի աերոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի կայքում։ Հրապարակման մեջ նշվել է, որ արձակումը տեղի է ունեցել մայիսի 13-ին ժամը 02:05-ին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նորից հանդես է եկել աշխարհում առևտրային պատերազմները վարելու փորձերի դեմ, տեղեկացրել է Սինուհան։ Պեկինում Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի պետությունների միության համագործակցության ֆորումի շրջանակում նախարարական հանդիպման բացման արարողության ժամանակ նա նշել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան եւ հեգեմոնիան կհանգեցնի միայն ինքնամեկուսացման։ Բայրակթար Technology Ադրբեջանը ստացել է Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկի ռեզիդենտի կարգավիճակ։ Արդյունաբերական պարկի տարածքում ընկերությունը կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության նախագիծը։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ թուրքական Բայքար ընկերության միջև ստորագրված մտադրությունների արձանագրությունը նախատեսում է համագործակցություն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության կազմակերպման հարցում։